Մեկ բառով այսօրվա քարոզը, որ ես ուզում եմ հասցնել ձեզ, կարելի է համարել մի տեսակ հորդորական և հետազոտական քարոզ, որովհետև մի փոքր ուսումնասիրություն ենք անում և Աստծո խոսքի շրջանակներում փորձում հասկանալ, թե ինչու այսքան բազմազան հավատքներ, թե ինչու այսքան բազմազան եկեղեցիներ և վերջապես խմբեր, տեսակներ և այլն։ Շատ անգամներ են մարդիկ այդ հարցը տալիս, բայց եթե Աստված մեկ է, ինչու չէ այնպես արել, որ մարդիկ բոլորն էլ իրան մեկ Աստծուն երկրպագեն այնպես, ինչպես ինքն ուզում է։ Գիտեք, այն ինչ որ Աստված մարդուն տվել է, արդեն հայտնի է։ Դա իր խոսքն է, որում ամփոփված է ինչպես իր հետ հարաբերվել։ Մնացածը, թե մարդը ինչպես է ինքը փորձում Աստծո հետ իր հարաբերությունը կարգավորել, յուրաքանչյուրի հավատքի չափից է կախված և յուրաքանչյուրի Աստծո նկատմամբ ունեցած նախանձավորությունից։ Մարդկային երկրպագության բազմաթիվ շարժառիթներ էլ կան, որոնք պիտանի չեն և Աստծո առաջ նույնիսկ զզվելի են։ Նրանք, ովքեր որ փորձում են հորինել պաշտամունքային նոր համակարգեր, բնականաբար այդպիսիների մասին Տեր Հիսուսը դեռևս առաջի դարում խոսում էր փարիսեցիների մասին, որոնք պարզապես սատանայի գործն էին անում։ Դրա մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք, որ Աստծուն պետք է երկրպագել հոգով և ճշմարտությունով, որպեսզի այս երկուսը մարդը իր կյանքում կատարած լինի, նա պետք է իր վրա ներգործություն կրի Աստծո հոգու։ Առաջինը Աստծո հոգին, երբ որ մարդու վրա իջնում է, մարդը գտնվում է Աստծո հոգու ներգործության տակ, նա սկսում է իր էությամբ Աստծո զգացմունքների հետ հաղորդ լինել։ Եվ իր էությամբ, քանի որ մարդը ստեղծվել է զգացմունքային, այդ բոլոր զգացմունքները Աստված քաշում է դեպի իրեն։ Եվ մարդը հասկանալով, որ իրոք սա Աստծո գործն է, իր ընծայման մեջ ընդամենը վայելում է Աստծո ներկայությունը։ Սա կոչվում է հոգով երկրպագություն։ Միաժամանակ ճշմարտությունով երկրպագությունը սա է, որ Աստծո հոգին մեզ տանում է Աստծո խոսքի ճշմարտությունների մեջ։ Բաց է անում ամեն մի մարգարեական խոսքը, դարձվածքը, ինչպես գրված է Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ։ Եվ այսպես տեսակներ, մեկ բառով կարելի է ասել այսօրվա քարոզի վերնագիրը սա է, տեսակներ, որի մեջ կարող ենք էլի տարբեր մտքերով նույն միտքը արտահայտել, խմբեր, ժողովուրդներ, կամքեր, հաճություններ և այդպես շարունակ։ Ծննդոց առաջի գլխի 26-րդ խոսքից։ Եվ Աստված ասեց մեր պատկերովը, մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների և անասունների և բոլոր երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը, Աստծո պատկերովը ստեղծեց նրան, արու և եկ ստեղծեց նրանց։ Եվ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասեց նրանց. աճեցեք և շատացեք և լցրեք երկիրը և տիրեցեք նրան և իշխեցեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Երբ մենք այս տողերը կարդում ենք, ակամայից Աստծո ստեղծագործության այս կարևորագույն հատվածը, երբ որ մենք կարդում ենք, մենք մի փոքր պետք է ուշադրություն դարձնենք հետևյալի վրա,
որ դրանից առաջ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված երբ որ երկինքն ու երկիրը ստեղծեց եւ երկրի վրա կանաչ խոտ, սեմ տվող խոտ, պտղաբեր ծառ ինքը արարեց, Սուրբ Գիրքն ասում է, որ սրանք բոլորը ստեղծվեցին իրենց տեսակի պես։ Իրենց տեսակի պես։ Նույնպես, երբ որ մենք կենդանական աշխարհն ենք տեսնում արդեն ստեղծվելիս, դարձյալ մենք այստեղ լսում ենք։ Ուղղակի ես մի անգամից կարդամ Ծննդոց առաջի 21-ում, վերջում կարդում ենք. եւ բոլոր թևավոր թռչուններն իրենց տեսակի պես։ Կենդանական, բուսական աշխարհը ստեղծվեց ամեն մեկը իրենց տեսակի պես։ Եվ երբ որ մենք ասում ենք իրենց տեսակի պես, ապա մենք այնտեղ հասկանում ենք, որ ծառերի, խոտերի բազմազանությունը յուրաքանչյուրը իր նշանակության համար իր տեսակի պես ստեղծվեց։ Բայց հետագայում մենք տեսնում ենք, որ այս տեսակները խառնվում են։ Եվ այս խառնվելուց նոր տեսակներ են առաջացել։ Դարվինը իր էվոլյուցիոն տեսությունը, երբ որ զարգացնում էր ինքը, այո, գտավ այս ճշմարտությունը, դա կար, դա գոյություն ուներ։ Շատ մի պարզ ճշմարտություն, եթե մենք նայենք, աշխարհի վրա կենդանական աշխարհի մի տեսակ չկա, որ մյուս տեսակի հետ խառնված չլինի, եւ նոր տեսակ առաջ չգա, ասենք եթե շուն է ստեղծվել օրինակի համար, այդ շունը բազմազանություն է կրում իր մեջ։ Միայն շուն տեսակը չի մնացել, այլ տարբեր խառնուրդներով այսօր տարբեր շան տեսակներ կան։ Մենք հիշում ենք անգամ երկրորդ աշխարհամարտի նախօրեին ֆաշիստական Գերմանիայում գայլն ու շունը խաչասերեցին, ստացան նոր տեսակ։ Պարզ է, չէ՞։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ եթե կենդանական աշխարհի մեջ հակառակորդը չարը մարդուն բերել է մի գիտակցման, որ սելեկցիոներներն էլ փորձում էին այն բույսերի մեջ ներգործություն են արել, գենը փոխել, չգիտեմ ինչեր արել, եւ ամբողջ երկիրը ապականվում է արդեն, ապականվել է, գնալով ավելի ու ավելի է խորանում այս տեսակների խառնուրդը, խառնվելը, միթե սա պետք է տարածել մարդու մեջ։ Մարդկային հասարակության մեջ մենք տեսնում ենք Սուրբ Գիրքը մեզ շատ պարզ այս ճշմարտությունը ասում է, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերի նմանությունով։ Նա մարդու տեսակ չստեղծեց։ Մարդը ստեղծվեց մեկ օրինակից։ Ամեն։ Եթե ջրերը պիտի եռային եւ թռչունները պիտի առաջանային, նույնը պետք է էլի հողից եւ այլնից ստեղծագործություններ լինեին ամեն մի վայրում։ Մենք այստեղ տեսնում ենք, որ մարդը մեկ օրինակից ստեղծվեց։ Մեկ օրինակից։ Աստված մի քանի ադամներ չստեղծեց։ Եվ Ադամի ստեղծագործվելը արդեն տեսակ չէր։ Դա օրիգինալն էր, որ Աստծո պատկերն էր կրում։ Նրանցից ոչ մեկը կենդանական աշխարհի Աստծո պատկերը չէին կրում։ Եվ մենք Գործք առաքելոցում 17-րդ գլխի 26-րդ խոսքում լսում ենք այս ճշմարտությունը, որ Պողոս առաքյալը հեթանոսների մեջ գնալով քարոզելով այս ճշմարտությունը հռչակում էր։ Նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերն արավ, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, որոշված ժամանակներ եւ նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն խնդրեն, որ լինի թե խարխափեն, նրան գտնեն, թեև ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը։ Եվ այսպես մենք տեսնում ենք, որ մեկ Ադամից է առաջացել մարդկության ողջ ցեղը, եւ այդ ազգերն ու ցեղերը տեսակներ չեն մարդու, մեկ արյունից են ստեղծվել իրենք։ Եվ քանի որ մեկ արյունից են ստեղծվել նրանք, հետևաբար նրանք պետք է իրենց վրա կրեին
Աստծո պատկերը, սակայն մարդը մեղանչեց։ Մարդը մեղանչեց եւ մարդու մեղանչումից հետո մենք տեսնում ենք, որ նորից աշխարհով մեկ ծիրության եղան, ժողովուրդները աճեցին, բազմացան, բայց այնուամենայնիվ մարդը Աստծո պատկերն արդեն կորցրել էր։ Աստծո պատկերը կորցրել էր։ Մենք այդպես ենք կարդում, 5-րդ գլխի մեջ կարդում ենք. Այս է Ադամի ծնունդոց գիրքը, այն օրը, որ Աստված մարդ ստեղծեց, Աստծո պատկերով արավ նրան։ Արու եւ եք ստեղծեց նրանց եւ օրհնեց նրանց եւ նրանց անունը Ադամ կոչեց, նրանց ստեղծվելու օրը։ Որից հետո մենք կարդում ենք, որ այդ պատկերով ստեղծված անձը այնուամենայնիվ չմնաց իր վիճակի մեջ եւ Ադամը 130 տարի ապրեց եւ իր նմանությամբ իր պատկերի պես որդի ծնեց եւ նրա անունը Սեթ կոչեց։ Տարբերությունը լսեցիք։ Նորից եմ կարդում, ուշադիր լսեք։ Աստված իր պատկերով արավ նրանց, բայց Ադամը երբ որ Սեթին ունեցավ, կարդում ենք, Ադամը 130 տարի ապրեց եւ իր նմանությամբ իր պատկերի պես որդի ծնեց։ Այլևս Սեթը չէր կրում Աստծո պատկերը, որ Ադամն էր մինչ մեղանչելը։ Հետևաբար մարդը զրկվեց Աստծո պատկերից եւ հետագան սերունդները, որ պիտի աշխարհ գան, այլևս չպետք է կրեին Աստծո պատկերը եւ նրա նմանությունը։ Մեղավոր աշխարհը չունի Աստծո պատկերը եւ նրա նմանությունը։ Սակայն այսօր Աստված մի մեծ հրաշք է կատարում նորից։ Աստված մարդու հոգու մեջ վերստին ծնունդ շնորհելով նրան, նոր արարածը ինքը արարում մարդու հոգու մեջ եւ կարիք չունի հողու փոշուցը մի նոր մարդ ստեղծելու։ Խնդրում եմ սա ուշադիր լսենք։ Եթե Ադամն ընդամենը հողու փոշուցը ստեղծվեց, ապա մենք տեսնում ենք, որ մարդու հոգու մեջ Աստված նոր արարած անում իր հոգով։ Այս մարմինը անհուսալիորեն կորսված է, այս մարմինը հողին դատապարտված է մատնվելու։ Եվ դրա համար Աստված այսօր չի ավարտել իր գործը եւ մարդու հոգու մեջ իր պատկերի նմանությամբ մարդը արարում։ Եվ սա վերստին ծնունդ է կոչվում։ Եթե եդեմական պարտեզ հակառակորդը սատանան մուտք գործեց նյութական այդ վիճակը, այդ տարածքը, եւ նյութապես մարդուն խաբեց, ապա այսօր սատանան փորձում է հասնել մարդու հոգու մեջ վերստին ծնված այդ Աստծո որդիներ նոր արարածներին։ Ահա ինչու Առաքյալն ասում է, ձեր հոգին, շունչը, մարմինը անարատ պահվի, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Սա նշանակում է, որ սատանան շատ լավ հասկանալով, որ Աստված մի նոր արարած է այնուամենայնիվ արարել մարդու մեջ, եւ միևնույն է ինքը հաղթում է, որովհետև այդ հոգին պիտի գնա երկինք եւ նստի գահին, աթոռին, Տեր Հիսուսը ասեց, ինչպես ես նստեցի, ձեզ էլ կտամ։ Ինչից ինքը զրկվել էր եւ երբեք էլ չի հաշտվում այդ մտքի հետ, որ իրեն արտաքսել են երկնքից, հակառակորդն այսօր մեծ ջանք է գործադրում այդ հոգիները կորցնելու։ Եվ դա սովորական բան չի, երբ որ մարմնին գայթակղելով մարմնավոր մեղքերի մեջ հատանում եւ այլն, նրա նպատակը քո մարմինը չի, նրա նպատակը քո հոգին է։ Եվ նա մարդու մտքի հետ, շունչի հետ էլ աշխատում, բայց նրա նպատակը քո շունչը չի, որ մենակ շունչը տապականի։ Նրա նպատակը քո հոգին է։ Որովհետև երբ որ դու տեղ տաս քո մարմնին եւ շնչին, նրան հեշտ կլինի արդեն թափանցելու քո հոգու մեջ։ Բայց գոհություն Տիրոջը, որ Տերը մարդու թուլությունը լավ հասկանալով, լավ իմանալով, իր սուրբ հոգին այսօր մեր մեջ է բերել, փառք Տիրոջը սրա համար։ Եվ այսօր մեզ կոչ է արվում սուրբ հոգով լցվել, ինչու լցվել,
որովհետև հակառակորդի դեմ ոչ մարմնով, ոչ շնչով չեմ կարող կանգնել։ Միայն Աստծո Սուրբ Հոգով, եւ դա տեղի է ունենում, երբ ես Աստծուն երկրպագում եմ հոգով եւ ճշմարտությունով։ Երբ ես Աստծուն երկրպագում եմ իմ անձն ամբողջովին իրեն ընծայած, այդ երկրպագության մեջ սատանան ի վիճակի չի մոտենալու քո հոգուն։ Եվ միակ երաշխիքը մեղքից ազատ կյանքով ապրելու Սուրբ Հոգով լեցված կյանքն է։ Թող Տերը փառավորվի։ Եվ ուրեմն սիրելիներ, մենք տեսակների մասին երբ որ խոսում ենք, մենք նկատի ունենք սա, որ անգամ երբ Աստված ստեղծեց մարդուն, ինչպես լսեցինք, մեկ օրինակ ունեցավ, նոր կտակարանյան ժամանակներում եկեք մենք չխաբվենք, գիտեմ որ չենք խաբված, գիտեմ որ դուք էլ լավ ընկալել եք, որ կա մեկ օրինակ, վերստին ծնված մարդու մեկ օրինակ։ Եվ այս իմաստով արդեն աշխարհը բաժանված է երկու մեծ խմբերի, բայց չասենք տեսակների։ Երկու մեծ խմբերի, անհավատներ եւ Աստծուն հավատացողներ։ Բայց արի ուտես որ Աստծուն հավատացողների մեջ, ինչպես որ իրավացիորեն շատ անգամներ մեզ ասում են, բա ինչի են այսքան բաժանված, ինչի այսքան եկեղեցիներ կան եւ այլն, գիտեք ես չգիտեմ թե դրա պատասխանը վերջնական սպառիչ ինչպես տա, բայց ես գիտեմ մի բան, որ Տեր Հիսուսն ասել է, որ ինքն է իր եկեղեցին սիրում եւ չի ասել իր եկեղեցիները։ Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք հարանվանությունների մեծ շքերթ գնալով օրի վրա ինքնակոչեր, քարոզիչներ, խմբեր, նորանոր ինչ որ մի վարդապետություններով ի հայտ են գալիս եւ գնալով դրանք ավելի ու ավելի են շատանում։ Եվ մեր խնդիրը որն է։ Մեր խնդիրը հետևյալն է։ Արդյոք մենք այդ մեկ եկեղեցու անդամը կդառնանք, այդ մեկ եկեղեցու անդամն ենք, այդ մեկ։ Եվ դրա համար պաշտամունքի մեջ մենք այսօր կլսենք, արդյոք մարդը կարող է երկրի վրա վստահ լինել ինքնաձ եկեղեցու թե ոչ։ Հասկանում եք, որովհետև շատերը իրենց մտքերը հաճեցնելով այսպիսի հարց չեն դնում իրենց առաջ։ Մենք դնում ենք այդ հարցը թե ոչ։ Մենք իրավունք ունենք այդ հարցը ամեն իմաստուն, ամեն Աստծուն պաշտող անկեղծ հոգի, այս հարցը պիտի իր առջև դնի։ Լավ ես պաշտում եմ Աստծուն, շատ լավ է, ապաշխարել եմ, վերստին ծնվել եմ, Սուրբ Հոգով էլ մկրտվել եմ։ Հանկարծ պարզվում է, որ այնուամենայնիվ շատերն են այս վիճակում անկումներ մեջ գնացել եւ բաներ կան, որ եթե դու իրավական տեսանկյունից բաներ ես արել, բայց քո պրակտիկ կյանքը դա ցույց չի տվել, վտանգված է ուստի քո փրկություն։ Սա բոլորը լավ պիտի իմանանք։ Մյուս կողմից էլ մենք անկեղծ լինելով մեր առջև այդ հարցը պիտի դնենք։ Բայց ես կարող եմ երկրի վրա իմանալ արդյոք Քրիստոսի այդ եկեղեցու անդամն եմ։ Արդյոք նման հարցադրումը կորեկտ է, թե միայն կարդանք ու հավատանք ինչ գրված է։ Լավագրված, շատ լավագրված։ Բայց միթե բավարար է, որ մենք այդ գրվածը միայն դավանենք։ Պարզում է, որ ոչ։ Ուրիշները թող ինչպես ուզում են իրենց միտքը հաճեցնեն, բայց ես երկրի վրայից գնալու եմ երկրի վրա վկայություն առած, որ ես հաճելի եմ Տիրոջ։ Ինչպես Ենովքը, ինչպես մյուսները, ինչպես կարդում ենք, չէ՞։ Տերը վերցնելուց առաջ ասում էր, որ իրենք հաճելի են իրեն։ Եվ ոչ միայն այսքանը, այլ մենք ունենք մեծ երաշխիք։ Եվ այսօր այս բարի լուրը նաև ուզում եմ ձեզ հաղորդել բոլորիդ, որպեսզի իմանաք եւ նախանձավոր լինեք, որ Աստծո խոսքը մեզ ասում է այն գործիքը, այն միջոցը, որով մենք կարող ենք իմանալ։ Քրիստոս, որ ասեց,
այս վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթելու։ Արդյոք այս ասվածը իրա կարելի է երկրի վրա հասկանալ, որ քեզ է վերաբերում, որպես այդ եկեղեցու մաս։ Մինչ այդ ամենին անդրադառնալը, որովհետև սա ես վերջի հատվածում պիտի խոսեմ, Առաջի Թագավորաց 16-րդ գլուխ գնանք։ Առաջի Թագավորաց 16-րդ գլուխ ձեզ բոլորիդ քաչ հայտնի մի դրվագ է։ 4-7 Եվ Սամվելն արավ Տիրոջ ասացը եւ գնաց Բեթլեհեմ։ Եվ քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան եւ ասեցին. խաղաղությամբ է գալդ։ Եվ նա ասեց. խաղաղությամբ, Տիրոջ համար զոհանելու եկամ, սրբվեցեք եւ ինձ հետ զոհի եկեք։ Եվ Հեսեին եւ նրա որդիներին սրբել տվավ եւ նրանց զոհի հրավիրեց։ Եվ երբ որ նրանք եկան, Եղիաբին տեսածին պես ասեց. ահա Տիրոջ օծյալը իր առաջին, բայց Տերը Սամվելին ասեց. նրա երևույթին եւ հասակի երկայնությանը մի նայիր, որովհետեւ նրան անարգեցի այն պատճառով, որ այն չէ բանը, որ տեսնում է մարդը, որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում։ Ո սիրելիներ, որքան են խափնվում մարդիկ, երբ որ մեծ արանքի են արժանացնում իրենց եկեղեցիների այս կամ այն անձանց։ Երբ որ արտաքին իրենց դրսևորումներով իրենց հոգևոր առաջնորդներին մեծարում են։ Ինչքան խափված է մարդը, երբ որ հանկարծ Տերը երկնքից խոսի. ով ամբարիշտ, ինչի ես իմ անունը քո շուրթերին առնում, այո իմ մասին վկայում ես, գուցե 100%-ով շատ ճիշտ։ Բայց իմ հոգին քեզանից հեռացած է։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ մարդիկ սիրում են իրարից փառք առնել։ Եվ Տերը ասեց. դուք ինչպես կարող եք հավատալ, երբ որ իրարից եք փառք փնտրում։ Ես ձեզ ասեմ, մի անցած անգամ էլ եմ շեշտել, մի ամբողջ եկեղեցի հնարավոր է դժոխք ուղղվի միայն այն պատճառով, որ զգուշ չի լինում բեմից քարոզող կեղծավորից, որ Տերը փարիսեցիների համար ասեց. զգուշ կացեք, ամեն բանից առավել զգուշ կացեք փարիսեցիների խմորից։ Հասկանում եք։ Ես ասում եմ ցավով, հանդիպել եմ մի քանի ամիս ընդամենը անցել անձնավորություն, որը ման էր գալիս, որ եկեղեցի գնա։ Ման էր գալիս, այստեղ, այնտեղ, ամեն օր սիրում եմ Տիրոջը, բոլորն իմ եղբայրները քույրերն են, որտեղ մի հատ պաշտամունք ինքը իրեն գցում էր ընդ։ Որտեղ իրան պաշտամ։ Ես այսօր իրան տեսա արդեն խախտված։ Ուղեղը տարված է, անօրենը տիրել է իրան, կեղծավորաբար մի միջավայրում, իսկ այն միջավայրը, որ ինքը գիտի, լրիվ հանդիմանվել են մեր կողմից որպես կեղծավորներ։ Հանդիմանել եմ։ Ինքը զգուշ չի եղել։ Եվ այսօր ինքը շվարած նայում է ինձ, ամեն օր աղոթում է, ամեն ինչ լավ է եւ այլն։ Բայց ում հետ սկսեց շփվել, կեղծավոր մի միջավայր, որտեղ հահահիները, իրենց ասենք հրճվանքները, եկեղեցում իրենց հարանվանական մեղքերը ծածկել է եւ այլն, 50 հոգի են արդեն 5 հոգի հով են։ Դե սա էլ հովիվ, դարեք բրծեք, հասկանում եք։ Ավետարանական բոլոր ճշմարտությունները քարուքան տված, միայն ինչ որ կոմունա, ինչ որ սոցիալական հասարակություն են ստեղծել եւ դա անվանում են եկեղեցի։ Ես շատ մեղմ եմ խոսում այսպիսիների մասին, քան Դերեկ Պրինսը։ Հասկանում եք։ Գրվածն ասում է, Տեր Հիսուսն ասեց, զգուշ կացեք։ Կանգարում հանդիպում եմ մեկին, ասում ամեն տեղ պտտեցի, բայց ինձ ստեղ եմ լավ զգում։ Ինձ ստեղ եմ լավ զգում։ Այդ անձնավորությունն էլ ինչ որ էլի պաշտամունքի է գնում։ Սեներ ոչ մեկի նպատակը Քրիստոսը չի։ Այլ ինչ որ մի տեղում լինել, լավ զգալ։ Եվ սա մեր ժամանակի ողբերգությունն է, որ մենք կարող ենք արտաքին փայլը տեսնել, համարել, որ սրանք շքեղ, հրաշալի եկեղեցիներ են,
սիրով լցված օրհնյալ եկեղեցիներ են, սակայն այդ ամենի վրա իշխում է մի ոգի, որը բոլորին նման կարգավիճակի մեջ տարել է, ամեն ինչ լավ է, կառավարվում են այդ ոգով եւ մտածում են, որ այդպես էլ իրենք երկինք են գնալու։ Մենք կարդում ենք Սուրբ Գիրքը մեզ շատ հստակ ասում է այդ մասին։ Մեկ հավատք, մեկ Աստված, մեկ մկրտություն։ Ամեն։ Գրված է այդպես։ Բայց ես հասկանում եմ մի բան, եթե այդ մեկը Աստված, նրանք էլ են այդ նույն Աստծուն պաշտում եւ այդպես էլի քարոզում են, ինչու բոլորով այդ մեկը չեն։ Ինչու այդ մեկը չեն։ Եվ միանգամից հարցի պատասխանն է։ Եթե մեկը լինեին, բոլորը մեկ կլինեն։ Ամեն։ Եթե բոլորի ընկալումը մեկը լինի, ուրեմն տարբեր է։ Այնտեղի Քրիստոսը տարբեր է, այնտեղի հավատքը տարբեր է, այնտեղի մկրտությունը ուրիշ է։ Այլապես իսկապես բոլորը մեկ կլինեին։ Եվ քանի որ մենք ասեցինք այդ մասին, որ մարդը ինքն է տեսակներ ստեղծել իր համար, մարդը ինքն է տեսակներ ստեղծել, Աստված մարդուն մեկ արյունից է ստեղծել եւ քրիստոնեության շրջանում հատկապես էլի այդ մեկության խնդիրը բերել է, որպեսզի եթե դու ել վերականգնված ես քո հոգում որպես Աստծո պատկերի նմանությամբ ստեղծված նոր արարած, դու լինես քո նմանների հետ, ինչպես Առաքյալն ասում է, գնա նրանց հետ, որ մեր Տեր Աստվածը պաշտում են, անկեղծ սրտով։ Եթե անկեղծ չի այդ սիրտը Տիրոջը պաշտող, դու նրա հետ մի գնա։ Դու իրավունք ունես մերժել իրան։ Մարկոս 13-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք, որ աշակերտները նույնպիսի սովորական մահկանացուներ լինելով երևույթներին տրվող մարդիկ էին, որոնցից Տերը վերջը իրենց ազատեց եւ իրենց հայացքը երկինք ուղղեց։ Ուրեմն կարդում ենք, երբ որ նա տաճարից դուրս էր գալիս, նրա աշակերտներից մեկը նրան ասեց. «Վարդապետ, տես ինչպիսի քարեր եւ ինչպիսի շինվածքներ»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Տեսնում ես այդ մեծ շինվածքները, քարը քարի վրա չի թողվի, որ չքանդվի»։ Տասնյակ տարիներով շինել էին, հրյաները պարծենում հիանում էին, իրենց կառույցով, բայց երբ Տերը եկավ, Երուսաղեմի վրա լաց եղավ։ Արդյոք Տերը նայեց այդ շինությանը եւ ասեց ապրեք, ես ինչ լավ տուն եք շինել իմ համար։ Արդյոք Տերը մեր ձեռքով շինվածքների կամ մեր ձեռքով պաշտվելու կարիքն է զգում։ Բացարձակապես սիրեներ։ Հռոմեացիս 15:6-ում մենք կարդում ենք. «Միաբան մեկ բերանով փառավորեք Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը»։ Պողոս առաքյալը շատ կոնկրետ ֆունդամենտալ ճշմարտություն է բացահայտում։ Միաբան ասելով չի բավարարվում։ Միաբան ասելով չի բավարարվում։ Մեկ բերանով Տեսեք ինչ է գրված, որ միաբան մեկ բերանով փառավորեք Աստծուն եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։ Միաբան մեկ բերանով։ Այո, Աստված նման երկրպագություն է ուզում, սակայն մենք Կորինթոսում տեսնում ենք, որ մարդիկ միաբան չեն եւ մեկ բերանով չեն կարող պաշտվել Աստծուն։ Մարդիկ այսօր տեսակավորել են քրիստոնեությունը։ Աստված քրիստոնեությունը տեսակների չի բաժանել։ Չի ասել, այսպես կա, բայց այդ վարդապետությունը գիտեք, այսօր այդպիսի վարդապետություն կա, որ ուղղափառներին Աստված ասել է սա է ձեր կրոնը, հայերին առաքելական եկեղեցին ասել է սա է, նրանց կաթոլիկներին ասել է սա է, դա բոլորի իբր Աստծուց է։ Սիրել, մենք ընդունենք այդ գաղափարը, չենք կարող ընդունել։ Աստված ինքը իրան կարող է հակասել։ Ոչ։ Բայց արի ու տես, որ գնալով ավելի ու ավելի իբրև հանդուրժող են դառնում իրար հանդեպ, որովհետև հումանիզմն է ամբողջ կրոնը Եվրոպայի, որը մտել է եկեղեցիներ, եւ ասում են դու ինչ իրավունք ունես ուրիշին դատում ես։ Ոնց պաշտումա թող պաշտի, Աստված իր պաշտամունքն ընդունում է։
Սեներ իմ հոգը չի, բայց ես նորից եմ կրկնում, այսօրվա քարոզի նպատակը սա է։ Մենք ոչ թե նայում ենք դրանց դատելու իմաստով, այլ մենք զգուշանալով ուզում ենք հասկանալ, երկրի վրա ես կարող եմ իմանալ, ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ, թե ոչ։ Մենք այս հարցն ենք ուզում մեր համար պարզել։ Եվ այսպես առաջի Կորինթացից 6:17 Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ։ Սեներ, նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ։ Հիմա եթե այդ հարանվանական անունները կրող բոլոր քրիստոնյաները Տիրոջ հետ մեկ հոգի են, բայց ո՞նց է բոլորը մեկ չեն։ Կամ մենք հիմա մի հատ ուշադիր քննենք մեր սրտերը։ Եթե դες Տիրոջ հետ մեկ հոգի եմ, դու մեկ հոգի ես, նա մեկ հոգի է Տիրոջ հետ, ո՞նց կարանք մենք տարբեր լինենք։ Ուրեմն ինչ-որ բան ինչ։ Եվ պետք է զգուշ լինել։ Օրինակ այս հարցի պատասխանը ոչ ոք չի կարող տալ։ Դուք մի հոգի եք եւ հանկարծ այդ եկեղեցին 10 կտոր եղավ։ Ո՞նց եղավ։ Մնացիք Տիրոջ հետ մեկ հոգի։ Սա իհարկե կեղծիք ասելներ։ 8:6 կարդում ենք։ Բայց մեզ համար մեկ Աստված կա Հայրը, որից են ամեն բաները, եւ մենք նրա համար, եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները եւ մենք նրանով։ Սեներ, ես հիմա պիտի ասեմ ձեզ մի կարևոր ճշմարտություն։ Այս բաները, այս տողերը գրողը, Պողոս Առաքյալը, ինչի է այսքան վստահ խոսում։ Ինչի է Պողոս Առաքյալը սենց վստահ խոսում։ Բայց մեր համար մեկ Աստված, այս տողը կարող է խարիզմատ հովիվը, եպիսկոպոսը 6-րդ խոսք Կորինթացից առաջի 8-րդ գլխի, կարող է վեր կենալ այս տողը կարդալ ու ասել, որ դա իրան է վերաբերում։ Այդ եկեղեցուն է վերաբերում։ Չի կարող, եթե չունի շարունակություն։ Ո՞րն է այդ շարունակությունը։ Վկայություն չունի Տերից։ Սոսկ բավարարվել, որ սա գրված է ու ես հավատում եմ։ Նորից եմ կրկնում, մենք քիչ առաջ հարց ենք բարձրացրել ու կարող ենք երկրի վրա իմանալ, մենք Քրիստոսի եկեղեցու մեջ ենք, թե ոչ, այո եւ ամեն։ Եթե ես կարդացածով մենակ չեմ բավարարվել, այլ առաքյալը, որ ունեցել է այդ վկայությունը, ինչպես հիշում եք, ասում է, եթե կարծում են, որ իրանք Տիրոջն են, թող առավել մեր համար իմանան, որ մենք էլ Տիրոջն ենք։ Ինչի է այդպես վստահ ասում, որովհետեւ մեկ Աստված կա Հայրը, կապ ունի իր հետ։ Հոր հետ կապ ունի։ Հոր հետ կապ ունի։ Աստծո հետ կապ ունի։ Երկրորդ, որից են ամեն բաները մենք նրա համար, եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որի հետ կապ ունի ինքը։ Եվ հիմա, որով են ամեն բաները եւ մենք նրանով։ Լսեցիք։ Մենք նրանով։ Ասում է, ես չեմ կարող չասել մի բան, որ Տերը ինձանով առաջ չլինի։ Ասում է ինքը, շատ սերտ կապ հարաբերություն ունի, ամենօրյա կյանքի վկայություն ունի այս մարդը։ Ոնց կարա ինքը վստահ չլինի, որ Քրիստոսի եկեղեցու անդամ է։ Մեկ ուրիշին հնարավոր է բավարանի այդ տողերը, որ կարդում է, ասի կամ եղբայր, հավատում եմ խոսքին, վերջ, ինչի ես իմ հավատքս ասանում։ Ես ասում լավ ես անում, բայց քո հավատքդ պիտի ներքին վկայության աղբյուրը Սուրբ Հոգին հաստատի։ Ներսից Սուրբ Հոգին պիտի շատ քնքուշ ձայնով հաստատի, որ դու իրանն ես, հաստատի, որ դու ճիշտ տեղում ես։ Առանց այս վկայության դու կարող ես ամեն համար վերագրել քեզ։ Տեսնում եք ինչքան խորտ ենք նայում սեներ։ Առաքյալն ասում է, որ օդը զարնողի պես չեն գնում։ Օդը զարնողի գիտեք ով է։ Առանց վկայության ապրողը։ Առանց Աստծո Սուրբ Հոգու վկայության ապրողը օդը զարնողի պես է։ 10:17-ում նույն Կորինթացիս թղթի կարդում ենք, որովհետև մեկ հաց, մեկ մարմին ենք մենք շատերս։ Ինչի՞ չի ասում բոլորս։ Վասնզի ամենքս այն մեկ հացիցն ենք վայելում։ Առաքյալը տեսնում էր խախտված մի վիճակ եւ հուշում եւ ցույց էր տալիս, որ
Աստված մեզ մեկ ուզում տեսած լինի։ Եթե այդ մեկության տեսքը խախտում ենք մենք, պատժվելու ենք։ Հաղորդության պաշտամունքի մաս։ Աստված մեզ մեկ ուզում տեսնել, մեկ հաց, մեկ մարմին։ Դու իրավունք չունես, քեզ զատես, մտածելով, որ էլի Աստծունն ես։ Եփեսացիս 4:5 ուշադրություն լսեք։ Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն, մեկ Աստված, ամենքի Հայր, որ ամենքի վրա, ամենքի հետ եւ ձեր ամենքի մեջ է։ Ձեր ամենքի մեջ է։ Սակայն որ եղբայրը չի ասում։ Մենք տեսնում ենք մեր մեջ ինչ ենք գրում։ Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն, մեկ Աստված, ամենքի Հայր, որ ամենքի վրա, ամենքի հետ եւ ձեր ամենքի մեջ։ Արդյոք Սուրբ Հոգով մկրտված յուրաքանչյուր վերստին ծնված անձ սա հասկացել է, որ իր մեջ Քրիստոսը եւ Հայրը ապրում են։ Երբ կարաս իմանա, երբ նույն Սուրբ Հոգուց ինքն առել է այդ վկայությունները։ Մնացածը էլի կա Աստված իր մեջ է, բայց քանի որ տգետ է, ինքը չի կարողանում լավագույնս առաջնորդվել այս կյանքում։ Եվ քանի որ ուզում եմ, որպեսզի սերներ այսօրվա մեր քարոզի մեջ անպայման շեշտադրումը, որ անում ենք վստահություն եւ հավատք ունենալու երկրի վրա, մենք ոչ մեկի հետ չենք համեմատվում, մենք երբեք չենք ասում մենք լավն ենք, մյուսները վատն են, բայց գտել ենք այս ճշմարտությունը, որ երկրի վրա անպայման յուրաքանչյուր անձ եւ անհատ, ով որ Աստծո պատկերի վերստին ծնունդի հրաշքը իր հոգու մեջ ապրում է, նա ունի երկնքի հետ հաղորդակցություն, նա ունի Աստծո եւ նրա որդու Հիսուս Քրիստոսի հետ հաղորդություն, նա երաշխավորված է երկին գնալու, քանի որ նա որ եկել է մեր մեջ, մեզ առանց վկայության չի թողել։ Թող Տերը փառավորվի։ Խոնարհվենք, կանչենք Տիրոջ անունը, փառավորենք Իր սուրբ։ Ես քիչ առաջ ասեցի այդ մեծ վտանգի մասին, երբ մարդը զգուշ չի իր եղբայրներից եւ քույրերից։ Այսինքն, երբ եղբայրդ եւ քույրդ քո հետ շփման մեջ կեղծավորության էլեմենտներ ա դրսևորում, կապ չունի եկեղեցու թե եկեղեցուց դուրս։ Միանշանակորեն դու քո համար պիտի զգաս, որ դու փորձության եզրին ես կանգնած։ Ես հիմա բացատրեմ, թե ինչու օրինակի համար փարիսեցիներին Տերը բոլոր այդ կուսակցությանը անվանեց կեղծավոր։ Սա ես հատուկ եմ շեշտում, որովհետև Տերն ասեց ամեն բանից առաջ ձեր անձերը զգուշ պահեցեք փարիսեցիների խմորից։ Չկա ավելի մեծ վտանգ անհավատին, գիտես որ անհավատան։ Նա դեմը դուրս է գալի արդեն հակառակորդը։ Բայց դու կեղծավորին դժվար տարբերես։ Բարևեցի ու անցա, հետո ինձ սոնան հանդիմանեց։ Ասեց ինչի մի փոքր ոտդ կախ չգցեցիր հետները խոս։ Ասի իմ սրտիս դանակի հարված էր նրանց հահահեին։ Ոչ թե նրա համար, որ ինձ արհամարում են, այլ այսօրվա ընկեցվածքը, որում իրանք գտնում են, իսկ իրանք մի տեղում են, որտեղ իրանք լավ են զգում, ամենքը լավ են, ամենքը հոյվ են, ամենքը ծափ են տալի իրար։ Սերներ, ես այնպիսի մի հատ ներքին բարկություն տեսա այդ տղայի կողմից իմ վրա, որ երբեք տանել չեն կարող Աստծով ուրախ, խաղաղ, հանդարտ, իրական կյանքն ապրող մարդկանց հետ հանդիպելիս, որ բեմերից անընդհատ կարող են խոսել մեր հասցեին։ Դա իրանց խնդիրն է, թող ինչքան ուզում են խոսեն։ Եվ իրան ինչքան էլ ուզում են իրենց գեներացնեն եւ բարձրացնեն անընդհատ։ Ու ես այնտեղ սպասավորել եմ ժամանակին։ Իմ սիրտը ցավում է։ Երկու օր չեր անցել Սոնան ինձ ասեց դու շատ ճիշտ վարվեցիր իրանց հետ։ Տերը հետո խոսել էր Սոնայի հետ։ Որ նմաններին պետք է ճիշտ տեղը ցույց տալ իրենց։ Մասնակից չլինել իրանց անլուրջ շփումների եւ հաղորդակցության համար սեներ։
Շատ գիտեք այդ ոգին մի սխեմա է մշակել եւ մարդիկ չեն զգում ոնց են ենթարկվում դրան։ Դրա համար Տերը ասեց խմորա դա։ Խմորը որ կպնում է, դժվար է դրանից բծնում։ Դա մի հատ համակարգ է, որ այդ ամենի մեջ սկսում է աշխատել։ Հասկանում եք։ Աշխատում է։ Եվ մարդը ինքը չի զգում ոնց է ինքը արդեն այդտեղ այդպես մի կաթիլ զուլա ջրի պես արդեն լրիվ ապականվել։ Ես չեմ կարող հանդուրժել, երբ որ մարդիկ Քրիստոսի անունը իրեն շուրթերին են վերցնում, եւ Պողոս առաքյալն ասում է, ով կգայթակղվի եւ իմ սիրտը չի այրվի։ Մենք ցավ ենք ապրում այդպիսիների համար։ Նրանց չի հետաքրքրում լուրջ բաները, նրանց չի հետաքրքրում կենթանի Տիրոջ հետ հաղորդ լինելու ներքին վիճակը, նրանց չի հետաքրքրում դա։ Հայտնության 14:4-ը միանշանակ կարդամ եւ իմացած եղեք Տիրոջ եկեղեցին որն է։ Մենք այսօր զգուշանալու շատ բան ունենք իհարկե։ Հայտնության 14:4-ը ասում է. սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցան, որովհետև կույս են։ Սրանք են, որ գարի ետևից գնում են, ուր որ նա գնա, սրանք փրկվեցան մարդկանցից Աստծուն եւ գարին իբրև երախայրի։ Եվ նրանց բերանումը նենգություն չգտնվեցավ, որովհետև անարատ են Աստծո առաջին։ Այս ովքեր են, որ կանանց հետ չեն խառնակվել։ Ասում եմ, որովհետև կույս են։ Մենք բոլորս լավ գիտենք, որ Տեր Հիսուսը ինքը հարս ունի պատրաստելու երկրի վրա։ Եվ այդ հարսը կույս վիճակում պետք է հասնի իրեն։ Բայց միաժամանակ մենք հասկանում ենք, որ խառնակվել կանանց հետ նշանակում է, երբ մարդու սերը, որ ուղղված է իրան նշանածին, ուղղվել է ուրիշին։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, Պողոսն ասում է, ձեզ մի կույս որպես նշանեցի Հիսուս Քրիստոսին։ Բայց այդ կույսի հետ հնարավոր է ուրիշները ուրիշ կերպ վարվեն, երբ ինքը բացակայում էր։ Սրանով Պողոսը շատ խիստ կերպով ցույց է տալիս, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած ձեր միամտությունը վատ բան չի, բայց ձեր միամտությամբ դուք կեղծավորաբար հնարավոր է արդեն Քրիստոսի սերը փոխեք ուրիշ բանով։ Ես ամենավտանգավորն եմ։ Չխառնակվել կանանց հետ սա նշանակում է, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած անարատությունը պահպան։ Տեսեք, վերջում կարդացինք անարատ էին, ճիշտ է։ Այսինքն չէին ապականվել, պահպանվել էին։ Հիսուսը իր տեղում է։ Իրան սրտի մեջ երբեք Հիսուսը գահից չի իջած։ Նրանք նախանձավոր են միայն Հիսուս Քրիստոսին իրան սրտերում ունենալու։ Եվ որևէ հարանվանություն իրանց երբեք չի կարող գայթակղել անուններով։ Եվ կանանց հետ խառնակվել, սա նշանակում է եւ աշխարհի հետ շփվել եւ միաժամանակ լինել եկեղեցու։ Սա նաեւ բոլոր այն հարանվանություններն են, որ Քրիստոսի եկեղեցուց դուրս են եկել։ Ստեղծել հարանվանություններ, իրանց չի բավարարել քրիստոնյա անունը։ Էլի անուններ են պետք կողքից։ Սրանք էլ կարող են կանայք լինել։ Մանավանդ երբ որ մարդիկ այդ եկեղեցիների դրվածքն են արդեն առաջին պլան մղում, քան անձամբ Քրիստոսի հետ հաղորդակցությունը։ Եվ հիմա մենք այս հարցին ավելի մոտենանք։ Ինչպես իմանալ, արդյոք այդ մեկ եկեղեցու անդամն եմ ես, որը շինում է Քրիստոսը։ Եբրայեցիս 11:2 կարդում ենք. Հավատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստծո խոսքով հաստատվեցան, որ չերևողներից են այս տեսնվողներս եղած ենք։ Հավատքով ենք իմանում։ Հավատքով Աբելը Կայինից ավելի լավ պատարագ մատուցրեց Աստծուն, որով վկայություն ընդունեց, թե արդար է։ Աբելը իր պաշտամունքի գնահատականը ստացավ, թե չէ։ Սա մեր համար ագրված, թե չէ։
երբևէ որևէ մեկը մտածում է իր պաշտամունքի համար Տերիցը վկայություն ընդունի։ Աստված ընդունեց իր պաշտամունքը։ Հարցեր են, որոնք այսօր չեն բարձրացվի։ Ինչու՞, որովհետև եղբայրը կամ եղբայրը այս հարցը որ բարձրացնում է, մարդուն կտրում է իր հարանվանությունից, իր հովից եւ ասում է մի հատ հնայի տեստերը ինչ է ասում։ Իսկ դուրները չի գալիս։ Ինչի՞ չի դուրները գալի, որովհետև հեշտ է, գիտեք, հովին մոտենալ, հովից գնահատական ստանալ, սրանից նրանից գնահատական ստանալ, բայց ինչ բան է, Աստծուց է պետք է ստանալ վկայություն։ Գրվածն ասում սիրելիներ։ Եթե այս համարը այսօր վեր չի բարձրացրել քո գիտակցման մեջ, եթե դու չես հասունացել այդ մակարդակի, որ ինչ ուզես դու կանես, ինչպես ուզես կպաշտես, բայց կարևոր է որ Տերիցը ստանաս գնահատական, դու կարող ես մոլորվել շատ հանգիստ։ Եկեղեցու պատմությունը, որ ուսումնասիրում ենք այս վերջի 20-րդ դարի հոգեգաստական եկեղեցում, ես մի հատ թռուցիկ մի բան ասեմ, անցնեմ առաջ։ Ուսումնասիրելով բոլոր հավատքի հերոս անունները, ինչպես այստեղ են կարդում Եբրայեցիս թղթում, այդ եղբայրներն էլ իրենց նախորդ եղբայրներին ներկայացնում են որպես հերոսներ, իմ գործը չի ինչքան են տառապել, իրանց վարձքը կառնեն։ Բայց նրանցից ոչ մեկն էլ Հիսուս Քրիստոսի տեղը չի կարող զբաղեցնել։ Բայց արի ու տես վրիպումներ, սխալներ, ահռելի մեծության թույլ են տվել իրենք։ Բայց սա չի հետաքրում եկեղեցու այդ ժողովրդին, որովհետև կորցրել են անարատ, մաքուր, անկեղծ, հոգով եւ ճշմարտությամբ երկրպագելու ներքին ցանկությունն ու մղումը կարիքը կորցրել են սիրելիներ եւ հարմարվել են այդ միջավայրերին։ Նույն 11:39-ում կարդում ենք. սրանք ամենը հավատքով վկայություն առան։ Հավատքով ամենքը վկայություն առան։ Ինչ համար է այս ամբողջ գլուխը այսպես գրում Պողոսը։ Կարևոր չի մեզ էլ, որ մենք էլ այդ վկայությունը առած լինենք։ Առաջի Հովհաննես 5:10 կարդում ենք. Եթե մենք սա ասենք, որ մենակ Պողոս առաքյալն է այդպես ասում, մյուս առաքյալները ոչ, ապա չարաչար սխալվում ենք։ Առաջի Հովհաննես 5:10 Ով որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձումը։ Ցեներ, վկայություն ունի իր անձումը։ Դու ասում ես հավատում ես Աստծուն, շատ լավ ես անում, բայց այստեղ գրված է ապացույց պետք է լինի, այդ ապացույցը ո՞րն է։ Քո անձի մեջ եղած վկայությունը։ Այստեղ չի գրված, որ այդ անձն է վկայում, ինքն է վկայում։ Աստծուց եղած վկայությունը պիտի ունենա։ Աստծուց եղած վկայությունը։ Եվ նաև շարունակության մեջ ասում է. ով որ չի հավատում Աստծուն, ստախոս է արել նրան, որովհետև չհավատաց այն վկայության, որ Աստված վկայեց։ Հիմա այդ հոգին մեր մեջ եկել է որպես ինչ հոգի։ Նստեք Երուսաղեմում, միջև վերեն զորություն կառնեք, զորություն առնելուց հետո իմ վկաները պիտի լինեք։ Եթե ես ստանամ իրանից վկայություն, որ Հովհաննեսը պատմոց կղզում է ինչի համար, Աստծո խոսքի եւ վկայության համար գրված։ Ես հավատացած եմ այս օրերին, երբ որ Քրիստոսի արթուն եկեղեցու անդամները մի պահ Տերը վեր հանի եւ այդ ամենը սկսեն խոսել, թե Տերը իրանց մեջ ինչեր է խոսում, ինչպես առաջնորդում, նույն այս եկեղեցիները հարանվանությունները սկսելու են հալածել սրանց։ Աստծո խոսքը խոսեք, բայց վկայություն մի տվեք, որ դուք Տիրոջ հետ կապ ունեք։ Տերը խոսում է ձեր հետ։ Մի արեք այդ բանը։ Այսօր այս կրոնական աշխարհը դա է ընդունել։ Հասկանում եք։ Դրա համար ասում են, մենք վերջում կիմանանք փրկված ենք թե ոչ։ Մեռելներից հարություն կառնենք։ Նոր կերևա, տեսեք սատանան ոնց է խաբել։ Վերջում էլ ինչ իմանամ փրկված եմ թե չէ։ Որ փրկված չեղա կարամ բան փոխեմ։ Ոչինչ չեմ կարող փոխեմ արդեն։ Մինչդեռ ես այսօր երկրի վրա հաստատուն վկայություն կարող եմ ունենալ եւ այս երկիրը լքել
վստահաբար, որ իսկապես ես Տիրոջն եմ։ Եվ նույն ձևով սիրելիներ, մենք կարդում ենք, որ Աստված իր հոգին ուղարկել է մեր մեջ որպես վկայության հոգի։ Եվ քանի որ Սուրբ Հոգու մկրտությունը միայն մեր համար լեզուներով աղոթել չի, այլ նաև ականջ տալ նրան, որպեսզի մեր անձերի մեջ Աստծո ճշմարիտ գնահատական ունենալով, թե հանդիմանություն, թե հորդոր, թե խրատ, թե մխիթարություն, որ ամեն ճշմարտության մեջ մեզ ինքը տանի։ Այո, մենք այսօր կարող ենք հստակ ասել, որ Աստված հարանվանության, քրիստոնեության տեսակներ չի ստեղծել և մարդու նոր տեսակ էլ չի ստեղծել։ Պարզապես Աստված իր սիրով ողջ մարդկությանը հրավիրում է նոր կյանքի, վերստին ծնունդի, մարդու հոգու մեջ ինքն ուզում է արարի նոր արարած, բնակվի այնտեղ, նրանց մեջ քայլի, նրանց առաջնորդի, սակայն մարդը ինքը հրաժարվում է։ Կարելի է ասել, որ Աստված իր պատկերով, իր նմանությամբ մեր հոգու մեջ ոչ թե վերականգնում է մարդուն, այլ հողեղեն մարդ արարածից ավելի բարձրագույն կարգավիճակի է բարձրացրել մեզ։ Եվ մենք նրան պետք է պաշտենք հոգով և ճշմարտությամբ, որ դա միայն հնարավոր է Սուրբ Հոգով, որ Աստված մեր մեջ բերել է։ Եվ սրանից դուրս ելի եմ ասում, կյանքում շփվելով արդեն մենք պետք է զգույշ լինենք։ Մեր ներքին մաքուր մղումը, ներսի մաքուր մղումը, առաջնորդությունը Տիրոջ թույլ չտալ, որ մարի, դա կարող է մարել մի դեպքում, երբ որ ես իմ անձը զգույշ չպահեմ նաև հարմարվող եկեղեցիների անդամների հետ, որոնք ինչ որ հարանվանություններում, ինչ որ վարդապետություններով կերակրվելով արդեն համոզել են, որ իրենց գործերը լավ է։ Մենք ծարավ ենք Տիրոջ, մենք փափագում ենք Աստծուն, մենք հավատում ենք, նա մեր հետ խոսում է։ Թող Տերը փառավորվի, ամեն։